հետո արդեն մուտք գործեն եկեղեցի եւ զբաղվեն պղծությամբ։ Նման բան տեղի չի ունեցել։ Աշակ Սեփազյանի կալանավորից հետո արդեն ճանապարհը բացվել է եւ հապարին հնարավոր է կալանավորեն գործընթացներ սկսել, նույնիսկ մամուլի տեղեկություններ կան, որ մինչեւ նոր տարի ուզում են հապարից ազատվել, ինչ պետք է անեն դիվություն այս առումով։ Այս երկրում դուք ներողություն նշել էիք մեկ անգամ, որ անգամ ձեր արժանն հոգացի, եթե պետք լինի, բայց դուք պաշտպանեք եկեղեցին։ Հիմա ընդդիմությունը ինչ պետք է անի այս առումով։ Եթե դուք հետևում եք իմ գործունեությանը, դուք էլ տեսնում եք, եթե դուք այդքան տենչում եք դա, չգիտեմ, բայց ես երբեք ինձ դուրս չեմ դրել այդ process-ներից, եթե դուք ուշադիր լինում եք ու եւ նաեւ ուշադիր կարծում եմ իմ բոլոր հանրային ուրեմն խոսույթը եւ իմ աջակցության բոլոր այն հորդորները կամ գետնի վրա իմ աջակցության եւ ես միշտ պատրաստական եմ ոչ միայն խոսքով, այլ գործով եմ ցույց տվել պաշտպանելու մեր սրբության սրբոցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Խնդրում եմ նաև իգիտություն ունենաք, իգիտություն բոլորին, որ ես նաև պատրաստ եմ այդ անձնազոհությանը թող անպագորգոր չհնչի, եւ ես համոզված եմ, որ իմ նման շատ ու շատ մարդիկ կան, որոնք պատրաստ են թեկուզ իրենց կյանքի գնով պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Տեսեք, ինչ պետք է անի ընդդիմությունը պետք է այն ինչը որ ամիսներ տարիներ շարունակ ասվել է, կոնկրետ պետք է եթե ուրեմն բանը հասնի նրան, որ սկսվի այդ արշավը եկեղեցու դեմ, արդեն չգիտեմ, էլ այդ գնան եւ փորձեն ուժով գրավել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մենք պետք է կարողանանք բոլոր օրինական մեթոդներով, թեկուզ կրկնում եմ նաեւ մեր այն որ ասում եմ կյանքի գնով, եթե պետք է մեր վրայով թող անցնեն եւ այդ առումով մենք պատրաստական ենք, մենք երբեք մեր ծրագրերից չենք շեղվել, մեր նպատակներից չենք շեղվել, ու սա կրկնում եմ նեղ անձնական, կուսակցական խնդիր չէ։ Ես որպես այս առումով հանդես եմ գալի որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եւ կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք որ իրենց համարում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, պետք է գետնի վրա կարողանան այդ պաշտպանությունը կազմակերպել։ Եթե այն մարդիկ, որոնք որ համարում են իրենց հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, իրենց անգամ 10%-ը, շատ մեծ թիվեր չեմ ասում, կամ 5%-ը պատրաստ լինի պաշտպանության, եւ այդ վճռականությունն ու եւ կամքը տեսնում եմ վեհապար Տիրոջ, որ ինքը անսասանա, մենք կարողանանք պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Այլապես, եթե բոլորս խոսենք ստատուսներ գրենք եւ գետնի վրա մեր աջակցությունը չդրսևորենք, իհարկե ինքն իր նպատակներին հասնելու է։ Եվ շատ կարևոր է, որ այն քաղաքական գործիչները, որոնք որ ստատուսներ են գրում եւ այլը, կարողանան գետնի վրա իրենց աջակցությունը ցույց տան, ոնց որ մենք ցույց տվեցինք այդ աջակցությունը գնալով օթակայան եւ դիմավորելով վեհապար Տիրոջ։ Շնորհակալություն։